Բարև ձեզ հարազատներս, շարունակենք երջանկության բաղադրատոմսը հավաքելը, այսօր կպատմեմ դրա կարևորագույն ինգրեդիենտներից մեկի մասին, առողջության մասին, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում առանց առողջության երջանիկ մարդերին երջանիկ զգալ երևի չի կարողանա, առողջություն նկատի ունեմ, որ ոչ մի տեղը չի ցավում։ Հիմա այնպես չի, որ առողջ ենք ամբողջությամբ, իմ մոտ ամենակարևորը դա գլխացավերն են եղել, ուժեղ անտանելի գլխացավեր, ու որը որ վերես կեն գլուխը չի ցավում, ասում ես ինչ երջանիկ օր է, հասկանում ես, որ ինչն է երջանկությունը, ուրեմն սա շատ կարևոր է, որ մարդ առողջ իրեն զգա։ Ու մեր երկրում մեծ խնդիր է, արդեն առողջ մանկաբարձության գինեկոլոգիայի խնդիրներից խոսում եմ, ու այնպես չի, որ մենակ ես եմ այդ խնդիրները հասկանում, ես իմ Մոսկվայից եկա, բան, ես ինչ որ անվախ եմ, ոչ, բոլորն էլ տեսնում են, հասկանում են, ուղղակի գուցե ես տարբերվում եմ նրանով, որ ես զգում եմ, որ դրանք շտկելի են։ Ես ոչ եմ ասում, մենք ինչի միջուկային զենք չունենք, այս ինչ դեբիլ ենք, որ չենք կարողացել 30 տարվա մեջ դա հնարենք, ոչ, ես ուղղակի խոսում եմ այն բաների մասին, ինչ կարելի է շտկել։ Տեսնում եմ, ոնց կարելի է շտկել։ Առողջությունը մեր երկրում ամենաթանկ հաճույքն է։ Մնացած բաները կարող ես քիչ ուտել, մեր սննդամթերքները շատ համեղ են, ոչ թանկարժեք սննդամթերքներից կարող ես այնպիսի մի շեդևր պատրաստես, հյուրերիդ հյուրասիրես, հագուստը կարող ես ինչ ունես էլ հագնես, օրինակ ասեմ մի տարի ճղված ոտասով գալիս եմ բուսաբանական այգի, ինքնին չի ինգել ոտից ես, ուղղակի սրանից չկա, որ սխանութից չունենք, որ գնեմ, բայց առողջությունը չես կարա առողջություն առանց գումարի ունենաս, եթե դու ինչ-որ հատուկ խմբի մարդկանց ես պատկանում, վճարովի բոլոր հետազոտությունները, կան մի խումբ շատ քիչ հետազոտություններ, պապքսուքը անվճար է, գնացեք բոլորը 3 տարին մեկ պապքսուքը հանձնեք, բոլոր կանայք, կարևոր է շատ, մնացածը, որ ասում եմ ինչի չեք երկրորդ կարծիք հարցնում, գրում են, երկրորդ կարծիք հարցնելը շատ բարդ է, թանկարժեք է եւ այլն, վիրահատելը կես միլիոն դրամ արժի մեր երկրում, ինչից ուզում ես խոսա, վիրահատելը կես միլիոն դրամ, օրինակ գնում ես կես միլիոն դրամ տալիս արգանդդ ձվարանները վեր, ասում ես չես կարող 15,000 դրամ տաս երկրորդ կարծիք հարցնես, դա հնարավոր է։ Երկրորդ բանը, որ կարելի է կատարել, մենք հենց բժիշկներով հասկանանք ով է բժիշկ, ով է, ոնց ասում եմ, հեշտ դուրս լվանում, չգիտեմ ոնց բացատրեմ, մենք էլ իրար ճանաչենք ու երևի այսպիսի երկրներում շատ լավ կարելի է զարգացնել ընտանեկան բժշկությունը, ընտանեկան բժիշկներ լինեն, օրինակ ընտանեկան բժիշկ ունենա, որ տանի ճիշտ մասնագետի մոտ այդ մարդկանց, սա ինչի որտեղից եկավ իմ մտքով, որովհետև շահումյանցիները ունենք ընտանեկան բժիշկ, հորաքրոջս ամուսինը Սեփյան Գենրիխը երկար տարիների հանրապետականում վիրաբույժ է աշխատել, ամբողջ Շահումյանի շրջանի ընտանեկան բժիշկներ։ Ում փորը ցավեր ինքը վերցնում էր այդ որդուն, տանում էր ճիշտ մասնագետի մոտ ու բոլորը հիացած, որ դել չեմ ասում ինչքան մարդ է ինքը բուժել, վիրահատել եւ այլն, Աստված հոգին լուսավորի, կարիքը կա այսպիսի ճիշտ մարդկանց ճիշտ բժիշկ ունենաս, որ քեզ օգնի ճիշտ մասնագետների մոտ լինես։ Ես չեմ ասում, որ դուք բոլորդ հիմա պետք է գաք ինձ գտնեք, ես էլ չեմ ճանաչում մեր երկրի բոլոր լավ մասնագետներին, մենք շատ ունենք, փառք Աստծո շատ ունենք իրանց վրա աշխատող բժիշկներ, որովհետև նորից եմ ասում, կարիքը չկա մեր նման երկրներում, որ բժիշկը իր վրա աշխատի, բժիշկը կարա գիրք չկարդա ու բժիշկ աշխատի։ Հնարավոր է այս պայմաններում, դա, բայց մենք ունենք բժիշկներ, որոնք չեն կարող ուղղակի իրենց վրա չաշխատեն, որովհետև իրենք կոնգրեսներ են գրում, մասնակցում են, ելույթ են ունենում, այնտեղից են ինֆորմացիա բերում, շատ որ պետք է ճիշտ մարդկանց մոտ կարողանալ ընկնել։ Մեր ձեռից, մնացածներից ձեռից ինչ է գալիս, մեր առողջությանը հետևենք։ Մանկաբարձ գինեկոլոգիայի խորհրդատվությունը տարին 1 պարտադիր է, կապ չունի դուք սեռական կյանքով ապրում եք, չեք ապրում, երեխաներ ունեցել եք, չեք ունեցել, տարին 1 բոլորին, ինչքան մեծանում ես, այդքան ավելի անհրաժեշտ է տարին 1 գինեկոլոգին այցելելը։
գումար հավաքես քո հիվանդությունների համար։ Սա էլ է կարևոր։ Առանց գումարը չկա ոչ մի բան, անալիզները վճարով են, վիրահատությունները վճարով են, պահած գումար ունենես, որ կարողանաս քո առողջության վրա ծախսես, եւ ամենակարևորը, ինչը հնարավոր է կանխարգել ես։ Մեզանից կախված է կանխարգելիչներ։ Մենք ոնց կարանք անենք, որ մենք չհիվանդանանք, քիչ հիվանդանանք։ Էլի հնարավոր է ու շատ մեծ է հավանականությունը, որ դրան կարող ենք հասնել։ Չեմ ասում այս ես այնց եմ ապրելու, որ ես ընդհանրապես չեմ հիվանդանալու, ոչ ես էլ եմ հիվանդանում, հետևում եմ իմ առողջությանը, սննդակարգին եւ այլն, բուսաբանական այգի, կարող ես էլ եմ հիվանդանում, բայց կարող ենք այդ տոկոսը նվազեցնել։ Առաջինը դե մեր տղամարդկանց մասին արդեն ասել եմ, ծխախոտը համատարած, տենց երկիր չկա, որ այսքան ծխեն, երևի, մենք միակն ենք, ու անունը դրել ենք, որ մենք սենց պատերազմող երկիր ենք, մենք հնար չունենք չծխելու, ու ժողովուրդ ջան, ձեր տունը քանդում եք, մեզ պետք են առողջ զինվորներ այս երկրին, եթե ուզում եք երկիր լինեք, ուրիշ բան, եթե սպասում եք թուրքերը գան ձեզ գրավեն, իմիջիալից եթե Թուրքիան գան ես գրավի, Աստված ոչ արասցեն։ Մեր մոտ շատ զարգացած բժշկություն է լինելու, այդ ձեր եվրոպացումը բանը լրիվ տեսնելու եք, բայց ես չեմ ուզում թուրքերը գան մեզ գրավեն, ու մենք բժշկություն ունենանք։ Ես ուզում եմ նենց անենք, որ մենք այս 2 միլիոն մարդը զարգանանք, մեր բժշկություն ունենանք, ու ես տեսնում եմ, որ դա հնարավոր է։ Պոտենցիալը կա, ուրիշ էր, որ լրիվս տկարամիտ լինենք, ասենք հա դե թող գրավեն, մեզ ավելի քիչ վնաս կտան, մենք մեզ քիչ կվնաս կտանք, բայց հնարավոր է, որ մենք ինքներս զարգանանք։ Ծխախոտը համատարած, ալկոհոլը անխնա, դա մի սովորական ջուր խմելու, ավելի շատ ալկոհոլ են խմում, քան ջուր են խմում, դա ասեմ մեր տղամարդիկ։ Դե մարիխուանան էլ այլի սովորական բան մեր երկրում, մի բաժակ ջուր խմելու նման մի բան է։ Առողջությունը դե որտեղից կլինի։ Առողջությունը, որ ուզում եք իմանաք առողջ եք, գեղեցկություն, կանայք շատ են ընկած գեղեցկության հետևից, այս տգեղ է, ասեմ տգեղ է, գուցե ինչ-որ մեկի դուր է գալիս, ինձ համար առաջի բանը, որ տեսնում եմ դեմքի վրա բանասարկած, արդեն առաջի բանը, որ այս մարդը թույլ է, ինչ-որ մի բանից վախենում է, ինչ-որ մի բանը այն չի իր համար, իսկ եթե դու ոչ մի բանից չես վախենում, քեզ համար ամեն ինչ լավ է, քեզ պետք չի ոչ մի բան անես քո վրա։ Կարճ չքսվես էլ, έτσι չի նշանակում, որ չպետք է քսվենք, չէ։ Լավ կլինի մեկ-մեկ գեղեցկանանք, կարևոր է դա, բայց առողջությունն է կարևոր։ Մանավանդ իմ տարիքի կանայք, ովքեր ուզում են գեղեցիկ լինեն, առողջությունն է կարևոր, առողջությունը մեջքդ ուղիղ լինի, հայացքդ պարզ լինի, ժամանակին բժշկի այցելես, որ տեսնես այդ ինչքան սկրինինգներ կա, արդեն սկրինինգների մասին պատմել եմ, տեսահոլովակ նկարանել եմ, որ կան որոշ քաղցկեղների սկրինինգներ կան, որ ժամանակին մեկ պապ քսուկ անցնում ես ժամանակին, քաղցկեղի արգանդի վզիկի քաղցկեղու հիվանդանալու ռիսկը նվազեցնում ես։ Մամոգրաֆիա տարին մեկ անում ես, որոշ տարիքին է վերաբերվում, կրծքագեղձի քաղցկեղի մահանալու ռիսկը նվազեցնում է, ժամանակին հայտնաբերում են, հեռացնում են ու չես մահանում դրանից, չես տկարանում դրանից։ Ուրեմն կանխարգելումն է, մեր անելիքը կանխարգելումն է, ժամանակին նորմալ քանակի ջուր խմենք, ջուր օրինակ ես շատ իմ մոտ կախվածությունները շատ են, սենց որ խոսում եմ մեծ կարող մտածեք թե ես ինչ մոնստր եմ ստե ու ինչ երբ ուզեցի հարեցի, երբ ուզեցի ես արեցի, մի 10 տարի, երևի 15 տարի սուրճ չէի խմել, հիմա եկել եմ Հայաստան, թեյ անցել սուրճի ջանին, հիմա նորից պետք է սուրճի դեմ պայքարեմ, որ այդ սուրճը, որտեղ այդ սուրճը ինչ ոչ մի բան չի տալիս, խմում եմ, գնում եմ, քնում եմ, բայց թեյ եմ խմում չեմ հասկանում ու որ կարամ առանց սուրճի ինչը կարենք առանց դրա էլ ու չեմ ասում ինձ մեր լրիվ հաճույքներից զրկենք ոչ հաճույքներն են կարևոր երջանկությունը պիտի մենք հավաքենք ու հասկանանք որ երջանկությունը շատ բարագարներից է կախված ուրեմն այդ սկրինինգներին հաց շախելը ընտանեկան բժիշկ գտեք ձեզ համար որ կարողանա ձեզ ճիշտ մասնագետների մոտ տանի լավ մասնագետների մոտ տանի տարբեր հարցերով օգնի ձեր կանխարգելիչ սպորտը տեղը լինի, սննդակարգը տեղում լինի, դուք բոլորդ ինձնից լավ գիտեք ինչն է կարելի ուտել, ինչը չի կարելի։ Նես չի որ ես ինչ-որ մի բան կասեմ, դուք ասեք, վայ, սրանից ոչ մի անգամ լսած չկա, ես մարդանը, ինձ տեսահոլովակները որն է բացեք, նես բան չկա, որ դուք խաբար չէիք ես ինչ ասեցի, ես առաջի անգամ եք սա լսում։
բայց պետք է երևի ժամանակ առ ժամանակ մենք ինքներս մեզ սա հիշեցնենք։ Ես էլ եմ ինձ հիշեցնում, ես չի որ ձեզ այդ ահագին բան սովորեցի, ձեզ որ պատմում եմ, ես չի որ ես իմ գիտելիքներս ես ահագին օգտագործում եմ, ես հիմա սկսել եմ պատմել, ես էլ մեկ օգտագործում եմ։ Սիրում մեկ բացում եմ ասում եմ, օ, ինչ լավ բան ասում։ Այս ով է այս մարդը։ Ուրեմն մեր առողջությունը մեր ձեռքում է մեծ մասը, մի 80%-ը իրոք սպորտը, սննդակարգը, ճիշտ մարդկանց հետ շփվելը, նորից եմ ասում, այս հոգեկան մի ինձ հետաքրքիր ոնց ասեց, մի շատ հետաքրքիր բան ասեց, որ մեր ինչի համար ենք այստեղ, որ հոգին ոչ թե այս մարմինը պահի ուտի սնվի, կեղտ ուտի ինչեր անի, այ հոգին այս մարմնի մեջ այնպես աշխատի, որ այս աշխարհը դրախտանման սարքի։ Այսինքն մեր անելիքները այս երկրի վրա դրախտային պայմաններ կարողանանք մենք ինքներս սարքենք այդ դրախտային պայմանները այս երկրի վրա ու դա հնարավոր է մի մարդ էլ կար անունը մոռացել եմ էլի հայտնի կլոուններ ռուս կլոունը որ ասում է ես որ հասկացա որ այս աշխարհը չեմ կարալու փոխեմ հանգստացա բայց այս իմ շրջապատի 7 մետրը հաստատ կա ամեն մեկս եթե մենք մի 3-4 մետր մեզ համար վերցնենք որ մենք այս մեր 7 մետրը լավ վերցնենք մեր շրջագիծը կարգավորում ենք, դրախտավայր ենք սարքում, որ մարդիկ ով մտնեն զգան իրենց դրախտում, մեր ներկայությամբ, մեր ստեղծած պայմաններում, ես շատ սիրում եմ, որ գալիս են մարդիկ իմ պատշգամբում նստում ու վայելում, ինձ ես ավելի դրանից եմ երջանկանում, ինչքան ես նստում, ես մենակ նստում եմ այդքան չի ասում, լավ է, ինչ լավ է, Մասիսը շատ սիրուն է, արևը շատ լավն է, ծառերը լավն են, բայց որ մի մարդ գալիս է նստում ու ես նայում եմ, տեսնում եմ ինքը ինչ հիացած է այդ պայմաններով, այ դրանից ես իրոք երջանկանում եմ։ Իրոք որ երջանկացնում, որ մեկի երջանկացնում ես դու ես ինքդ ավելի շատ ես երջանիկ ես գում դրանից։ Արդեն ասել եմ, որ հիվանդությունները գենետիկորեն պայմանավորվածություն ունեն, գենետիկական ինֆորմացիա ունեն գրեթե բոլոր հիվանդությունները։ Ինչն էլ ասես, ինչն էլ ակտիվանա հիվանդություն կառաջացնի, բայց մենք ակտիվացնող գործոն ունենք մեծ մասամբ մեր սննդակարգը, մեր չշարժվելը, հեղուկներ չխմելը, սխալ հարաբերություններ ունենալ մարդկանց հետ։ Լինում է, որ մարդ ենք, ես էլ կարող եմ մեկի նյարդայնացնեմ, մեկը ինձ նյարդայնացնի, բայց կանգնենք, հասկանանք ինչու՞մն է խնդիրը, որ արժե, որ մենք մեր այս հոգեկան այս լրիվ երկրաշարժը լինում ներսում, որ բաներ է լինում, որ ու չհասցնենք նրան, որ այդ երկրաշարժը պայթի ու արհավիրք առաջացնի։ Մեր ձեռքին շատ բան կա, առողջություն ամենաթանկ երջանկության բաղադրատոմսի ամենաթանկ մասն է կազմում, եկեք աշխատենք դրա վրա։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։